Քույրիկը Եվրոպայից եկել է հատուկ եղբոր ծննդյան օրը ներկա գտնվի։ Դավիդերին, բայց չգիտեմ, որ եկել են։ Կարողանում են իրար հանդեպ ուշադիր լինել եւ գեղեցիկ քայլեր անել։ Իսկ մենք կողքից նայում ենք, հիանում ենք։ Հա, աղբորս կնոջ 70-ամյակն է։ Հա։ Ու իմ ծնունդն է այսօր, որ ճիշտն է։ Բա, տավարը։ Հարսիկի ծննդյան օրը եկել է տալը։ Այն որ ասում են տալերը լավը չեն, այն էլ ինչքան լավն են։ Գիտեք ով է շատ ուրախացել այս աշխարհում, որ դուք ընտանիք եք կազմել։ Ով է նա, ուզում եմ անունը դուք ասեք։ Պարոն Ժուլբերն, ձեր կարծիքով ես ում կողմից եմ եկել հերուներից, որ ձեզ շնորհավորեմ։ Ժուլբերն եւ Զաբելա զույգի ամուսնության 50 տարին է այսօր լրացել, չեք։ Դե ամեն տարի ոչ չի կարագա, հո ջրի ճամփաչի, հա էլի։ Հավատացեք շատ կուզենար այստեղ ձեր կողքին լինել, ձեզ գրկեր ու շնորհավորել, որովհետև դուք իր սիրելի եղբայրն եք։ Այսօր կախարդական են, որովհետև բան է, էլի մարդ է կանչում է ծափերը։ Դրի ճամփայա սարքել Եվրոպան ու Հայաստանը, քուրիկն է եկել։ Բայց գանի որ այսօր Հասմիկ քույրիկի ծննդյան օրն է, Հասմիկ քույրիկ, դուք էլ ունեք անակնկալ։ Հիմա Սևանա լճի այս հատվածում արդեն բավականին ցուրտ է, որ ուզած միացրեցինք մեքենայի փեչերը։ Եվ տակ-տակ մեզ համար գնում ենք հիանալով այս գեղեցիկ տեսարաններով, Սևանա թագուհին է փայլում կապույտով հեռվում։ Այն հեռու է միաժամանակ մոտիկ, հասանելի եւ անհաս։ Բոլոր գեղեցիկ բառերով կարող ես բնութագրել Սևանին, որովհետեւ այն այդպիսին է։ Հայրենիքիս ջուրը զուլալ անմահակալ։ Քանի որ հստակ ինֆորմացիա չգիտեմ, ենթադրում եմ, որ աշդահակ լեռն է երևում հիմա կադրերում, գեղեցկություն, տեսեք ինչ սիրուն են մեր հայոց լեռները, նայում ես ու ափսոսանք ես զգում, որ այնտեղ այս կողմերը բնակավայր չկա։ Ուզենայի, որ այնտեղ մի 4-5 գյուղ լիներ մինիմում։ Իսկ դա հնարավոր է, եթե մենք հզորանանք, ուժեղանանք եւ Աստծո օգնությամբ շարժվենք առաջ ազգովի։ Տեսեք, Սուրբ Աստվածածին է։ Սևանա լճը փոքրիկ է, բայց նրա ափերը բազմատեսակ են, տարատեսակ եւ յուրովի գեղեցիկ։ Նայում ես հիանում ու մտածում ես, որ ուրիշ լճի կողքին ես, բայց չէ, սա Սևանն է եւ ամեն 100 մետրը մեկ ռելիեֆը փոխվում է, հետաքրքիր ռելիեֆներ են։ Ամեն կողմից մայրհողը մի կերպ է հպվել Սևանին, կարծես հողի եղած բոլոր շերտերը ուզում են գործ ունենան Սևանի հետ։ Դրա համար էլ այդպես է։ Գալիս են, հպվում են, զգում են նրա ջերմությունը, տաքությունն ու մաքրությունը։ Հիանալի ձևակերպում ես նոր արեցի, իսկ դուր եկավ։ Այնքան դուր եկավ, որ ես իմ վրա զարմացա։ Ջահել, այսքան իմացությունից որտեղից։ Բարթանել է ապշել, ձեռքը դողում է նկարելուց այդ ասածից վրա։ Բարի է օրը, ճանապարհը եւ բնության տեսարանները։ Հրաշք է ամեն ինչ ընկերներ, իսկ մենք այս հրաշքի միջով գնում ենք Չարենցաբան։ Սա Երևան-Սևան մայրուղին է, Սևանի կողմից են գալիս այս անգամ, որովհետև Մարտունիով եկանք, Սևանով եկանք եւ իջնում ենք Չարենցաբան եւ եւս մեկ անգամ ինձ մոտ միտք եկավ, որ հայոց աշխարհը ինչքան գեղեցիկ է, մեծ է, միևնույն ժամանակ փոքրիկ ու գեղեցկուհի է։ Հա, ձմեռը արդեն կամաց նահանջում է եւ գալիս է իր տեղը զբաղեցնելու գարնանային գեղեցիկ ծաղկուն եղանակը։ Այդ ծաղիկների կանաչի հոտը արդեն ես զգում եմ այս ճանապարհին նայելով, որովհետև հաշված օրեր առաջ այստեղից անցնելուց հսկա ձյան պատնեշներ էին ճանապարհի եզրերին, իսկ այսօր դա չկա։ Ինչ է նշանակում, գալիս է գարունը, բացեք դռները եւ երգեք,
թող երգեն ձեր հոգիներն ու սրտերը։ Իսկ այսօրվա մեր անակնկալը ուղղակի հրաշալի է։ Քույրիկը եղբորը շատ է սիրում։ Նրանք արդեն բավականին մեծ ու երկար կյանք են ապրել, բայց նրանց սերը գնալով ավելի է մեծացել, հզորացել է եւ կարոտը իր գործն անում է։ Քույրիկը Եվրոպայից եկել է հատուկ եղբոր ծննդյան օրը ներկա գտնվի։ Այս սա եմ ասել։ Քույրիկ ու եղբայր գեղեցիկ խաղ են խաղում մանկական, իրար հանդեպ ուշադիր են եւ մեծանալով նրանց հնարավորություններն էլ մեծ, կարողանում են իրար հանդեպ ուշադիր լինել եւ գեղեցիկ քայլեր անել։ Իսկ մենք կողքից նայում ենք, հիանում ենք եւ ել ավելի մեծ սիրով ենք մեր գործը անում։ Եվ ես կուզենայի, որ ամբողջ աշխարհի քույրիկներն ու եղբայրները իրար այնքան շատ սիրեն, որ այդ սերը փոխի աշխարհի դրվածքները եւ բոլոր վատն ու բացականը վանի գրողի ծոցը գնա այդ ամեն ինչը։ Մնա միայն մաքուրն ու զուլալը։ Այսօր նմանատիպ օր է, նմանատիպ առիթ եւ ես այս նման իրավիճակներին ներկա գտնվելով եւս մեկ անգամ, հազար անգամ հպարտանում եմ, որ հայ եմ, որ հայերը միշտ էլ ընտանիք սիրող են եղել, քույրիկ ու եղբայր, մայր ու հայր, եղբայրներ իրար հանդեպ հարգանքով ու սիրով են եղել, չնայած իրենց տարիքին, այդ ընտանեկան միջավայրն ու մթնոլորտը միշտ պահել են սուրբ ձևով եւ այդպես էլ շարունակվում է։ Մենք էլ այդ արժեքների կրողն ենք եւ հնարավորինս փորձում ենք այն ավելի գեղեցիկ դարձնել։ Ու ցույց տալ ձեզ, որ դուք էլ տեսնեք, տարածենք աշխարհով մեկ, թող աշխարհով մեկ լինի այս հարգանքն ու սերը փոխադարձ մեկը մյուսի հանդեպ։ Ի վերջո հայ ազգը գենը շատ հին է եւ վարկածներ ու կասկածներ կան, որ հենց աստվածային ազգ ենք մենք, Աստծո հովանու ներքո ենք միշտ եւ նրա կամքով ենք անում մեր անելիքները։ Դրա համար էլ մեզ համար ամենադժվար ու դաժան փորձությունները չեն կարողանում դառնալ կործանարար։ Մենք միշտ էլ կարողանում ենք հաղթահարել ու մնալ պատմության մեջ, ստեղծագործել, ունենալ մերը։ Աստծո օրհնությամբ լինենք, իսկ մենք այս գեղեցիկ ճանապարհով գնանք հասնենք Չարենցավան, որոշել ենք մի բրդուճ, մի բան ուտենք, մինչև մեր տիկին Հասմիկը գա հասնի մեզ, որ իրար հետ գնանք եղբոր ծննդյան օրը շնորհավորենք։ Բա գնում ենք Չարենցավանի շատ համով շաուրմա ուտելու։ Տեղը ցույց կտամ։ Ես այդ մարդը չեմ, որ չասեմ, որտեղից ենք վերցնում այդ շաուրման, անպայման ցույց ենք տալու, որտեղ Անուշ աղբեր էր անցած անգամ ընդ աշխատում, հենց համով հոտով տեղին աղբեր էր էլի։ Հուսով եմ, որ նա չի հանձնել տարածքը դեռ այնտեղ է եւ մեզ էլ հələ շաուրմա կտա։ Դուք էլ կտեսնեք ով է, ով կճանաչի, կբարևեք, ով էլ չի ճանաչի, ճանաչեք, իմացեք Անուշ աղբեր կան դե շաուրմա տվող։ Հենց հիմա այս տեսարանի պատճառով դանդաղեցրեցի մեքենայի ընթացքը, քաշեցի աճ, որպեսզի Վարդանը հնարավորինս գեղեցիկ ֆիքսի ամպերը, դաշտերը, ձնածածկ ու գառնան հրաշքը ընկերներ։ Եվ հենց այստեղ է, որ ասում են. մանուշակներ այտերիս ու շուշաններ ձեռքերիս, աչքերիս ու գարունը կրծքիս տակ, սարից իջա ես քաղաք։ Իջել եմ քաղաք, ընկերներ, հələ իջնում ենք, չենք ասա, էլի, ցես ճամփին պատի մտնենք մատ ուրիշ քաղաք, հետո եթանք Երևան քաղաք, էլի, ամեն դեպքում բանաստեղծությունը եկավ, Վարդանի մտքին ասած աղբեր ընչի մի հատ չասմունքիր, արա ասե աղբեր ես դպրոցական տարիքից չեմ սիրած այդ ասմունքելը, ես չեմ կարող մանգիր հիշեմ, իմը ռեալն է, ռեալիթին է, էլի, որ մի անգամից ինչ հիշեմ, ասեմ, թե չէ բանաստեղծություն բան իմը չի աղբեր չեմ կարող հիշեմ, որ հիշեմ կասեմ, սրտիս դառնա հեծ վայն ու ողբածայն աղաղակները վերընծայում եմ քեզ, ով իմ գաղտնատես եւ իմ սասանված մտքի ճենճերող։ Ու մոռացա աղբեր։ Այսում եմ։ Եկանք ընկերներ, մենք Չարենցավանում ենք։ Արդեն մուտք են գործում Չարենցավան, հարգանքներս բոլոր չարենցավանցիներին, բարևներս, ու ինչքան հաճելի է, երբ որ ես բարևում եմ, մեկ էլ տեսնում եմ, մեկնաբանություններում գրել են բարև Անուշ աղբեր։ Եկել ես մեր մոտ բարով ես եկել, ընչի չես զանգեմ, այդ զանգեիր, իրար տենայինք, մատ կոֆե խմենք, կոֆե ապարատի մոտ, այդ ինձ դուր է գալի։ Այդ որ բարևում ես, նշանակում է, որ դա արդեն կապ կա մեր ու ձեր մեջ, եւ քանի որ ինձ նայողները հիմնականում տեսանյութը նայում են սկզբից մինչև վերջ, մի բան կիսվեմ ձեզ հետ, ասեմ, խոսամ, մի քիչ թեթևանամ։ Ասենք կան լիքը տեսանյութեր, որ իրանց մեջ ինչ-որ լուրջ բան չեն պարունակում, ինչ-որ կենցաղային իրավիճակ է, չէ, մարդիկ նկարում են վիդեոները,
մի փոքր տարածքի վրա Հայեսյանեյան նկարում են, այս անկյունը, զիբիլա հավաքին, այդ կոֆեն խման են բանալին, իրանց դեմ ոչինչ չունեմ, հալելա ինչ ուզում են թող անեն, բայց նմանատիպ տեսանյութերի տակ ավելի շատ են մեկնաբանությունները, քան որ մենք ամբողջ Հայաստան աշխարհը ցես պատտվում ենք, նկարում ենք, ցույց ենք տալիս, այս գեղեցկություն, այս ամեն ինչը ու մի հատ հարց, մի հատ պատասխան, մի բան չկա։ Չեմ ասում մտեք գովաբանեք ինձ, դա իսկ պետք չի, ուղղակի գրեք ինֆորմացիա, որ կարդանք, տպավորվի, հիշենք, մտերմանանք, բարեկամանանք, որ մենք էլ մեր գործը այնպես անենք, որ ձեր սրտով լինի ամբողջովին։ Հիմա գիտեմ ձեր սրտով, բայց կարա ավելի ուժեղ լինի, իսկ մոտիվացիա է պետք, մոտիվացիա տվեք, բարեկամներ, որովհետև ես այդքան չեմ կարա։ Ես ուղղակի ֆիզիկապես չեմ կարող հասկանալ, որը ոնց անեմ, դրա համար մեկնաբանություններում մի քիչ ակտիվությունը չէր խանգարի ու մեր բոլոր տեսանյութերը, որն էլ որ նայում ես, հաստատ հարցեր առաջանում են, 100% հարցեր կառաջանան, հարցեր տվեք, մեկը մյուսի հետ շփվեք, իրար ճանաչենք, հզորանանք, ուժեղանանք ու մեր գործը առաջ գնա ձերն էլ հետը, որովհետև եթե իմ գործերը լավ լինի, ձեր հաստատ լավ լինելու, որովհետև իմ ամբողջ կյանքի ընթացքում ես իմ կարողացածի հնարավորության չափերով միշտ էլ մարդկանց օգտակար եմ լինում։ Հետևաբար, եթե ունենաք իմ նման լավ դզված տիպ Հայաստանում, ուրեմն իմացեք սաղդ եք դզված։ Այդ է ասածս, իմ մեսիջը դա է։ Ահա հասանք Չարենցավան։ Հենց Չարենցավան մտնելուց էր, որ Չարենցյան գիր ու գրականությունը եկավ, այդ էներգետիկ դաշտը եկավ ու ինձ հուշեց, որ այդքանը ձեզ հետ կիսվում եմ։ Ես միշտ մտածում էի, չէի ասում ոչ մի տեսանյութի մեջ, բայց ես մեկի մեջ ասում եմ, որ իմանաք ակտիվություն դրսևորեք, որովհետև եթե տեսանյութը նայում եք ու չկան կարծիքներ, արդեն վախենալու է իմ համար էլի, որովհետև ես չեմ հասկանում, ես չեմ բռնում իմ ուղղությունը։ Դա ձեր հետ միասին ես կարող եմ միայն անել, մենակով ոչինչ չեմ կարող անել ու մենակ մարդը աշխարհում ոչ մեկին էլ պետք չի։ Մանավանդ հայը, մենակ հայը ում է պետք։ Մենակ հայը դառնում է ես ինչ ազգ։ Պետք է միասին լինենք։ Այնպես որ գրեք անպայման գրեք ձեր կարծիքները ու ոչ միայն այս տեսանյութի տակ, այլ բոլոր տեսանյութերի տակ առողջ քննադատությունից ես չեմ խուսափում, առողջ գեղեցիկ քննադատեք, որ ձեր քննադատությունից ես հաճույք ստանամ, որ ասեմ այո, նա ճիշտ էր նկատել այդ փաստը, ես պետք է ուղղվեմ այդտենց մոտավորապես Չարենցն նայում է։ Մենք եկել ենք քո անունով քաղաք, շատ հիանալի է եւ որոշել ենք զիջենք մեր հեծանվով Անուշ աղբորը։ Անցի։ Ay քեզ պապարոտ նապրավ բրա ջոգիր։ Մեր աղբերը ուղակի ուրիշ տարբերակ չգիտեր լոմկելու։ Այն եմ որ զիջեմ անվտանգանցնի ինքը մտավ շրջանաձև երթևեկություն։ Չարենցավանի ձներն են ընկերներ, որոնք արդեն հայ ամաշխում են։ Ով կարոտել է Չարենցավանը, տեսեք։ Այսօր փետրվարի 23-ն է, ամեն ինչ հիանալի է, գեղեցիկ եւ նայվող։ Մենք էլ գնում ենք հիմա շրջադարձ անենք, բարձրանանք աչքը, քաշենք, կանգնենք, մտնենք շաուրմանոց։ Չարենցավանում մենք ունենք եւս մեկ հրաշալի ուտեստի վայր, որի անունն է iFood։ Գնում ենք iFood բարեկամներ, որովհետեւ մեր բարեկամի շաուրմանոցը փակ է։ Ասեմ բացում է շուտով։ Դե լավ։ Ինչ արած այսօր շարմա չենք ուտի։ iFood-ի մեր բարեկամներն են այստեղ։ Մեզ շատ լավ են դիմավորում, վերաբերվում, մենք էլ նման վերաբերմունքները միշտ ուշադրության ենք արժանացնում։ iFood-ը ահա ընկերներ, տեսեք կանաչ վարագույրներով մի հրաշալի տեղ է, այնպես որ գալուց Չարենցավան, հաց ուտելու տեղ որոնելուց իմացեք, այստեղ կարող եք գալ եւ վայելել ձեր գեղեցիկ օրը։ Եվ եթե ունեք 4 քաշ մեքենա, որ կարող ես ցան կոլոնի մեջ կանգնել, կարող ես հանգիստ կանգնել, մինչև գա մեր տիկին Հասմիկը։ Ու իրար հետ գնանք անակնկալ անելու։ Բարեկամներ, եկավ մեր անակնկալի գլխավոր զարդը։ Հետևաբար մենք փակենք մեր մեքենայի դռները ու գնանք անակնկալն անելու արդեն։ Բարև ձեզ։ Բա էտում համար եք բերե, հարսիկի։ Հա, աղբորս կնոջ 70-ամյակն է։ Հա։ Ու իմ ծնունդն է այսօր որ ճիշտն է։ Բա։ Յա։ Չգիտեմ որ ես եկել եմ, Դավիդերին, բայց չգիտեմ որ եկել են։ Նույն տեղն են։ Հա, նույն տեղն։ Բա այդ լավ չէ լավ է տենց։ Դες вообще լավ չէ լավ։ Կարող եք մատ այդան գանք մի քիչ սպասեք։ Չէ, հուշ արդեն։ Հələ նստեք, ի՞նչն է ուշ, նստեք այդ տեղ ենք այդում։ Նստեք։
Նստեք։ Ինչի վերջի պահին ասեցիք, հա։ Դե ինչա, պակասման չունենք, ելանք։ Բարի օր աղբերս, ո՞նց ես։ Լավ եմ։ Լավ եմ, ընտիր։ Ո՞վ է հանդիսավարը։ Let's do this. Ես ինատի էի իջոս, ես գիտեի, որ զգում էի, ներքին դանը ձայնը տնդի նույնպես չի խապել։ Լրիվ էլ գալիս է այդ հոտը։ Ծովիկ։ Լավագույն էլի։ Իրանց հարսանիքի 50-ամյակն էլ ա եղել։ Մատ 50 էլի, մատ 50 գարի։ Գոյակը կասում նրա համար ենք բերել։ Հա։ Հաստո այսօր ձեր հարսիկի ծննդյան օրն է։ Հարսիկի ծննդյան օրը եկել է տալը։ Այն որ ասում են տալերը լավը չեն, այն էլ ինչքան լավն են։ Եվրոպայից եկե հասել է հարսիկի ծննդյան օրը, որ միասին նշեն։ Ժուլ Վերն եւ Զաբելա Զույգի ամուսնության 50 տարին է այսօր լրացել եւ սա շատ հզոր ու զորեղ օր է։ Հետևաբար շատ սիրելի տալը չէր կարող չգալ։ Քույրիկը ով իր եղբոր ուրախությունով ու երջանկությունով ամբողջ կյանքում երջանկացել ու ուրախացել է, հիմա մնաց առաջի հարկում, ես երկրորդ ու առաջի հարկերի արանքը, Վարդանն էլ երկրորդ հարկում։ Ուրա ինքը ուրա։ Բայց ով ասաց, որ ինքը ստեղ է։ Ես եմ ասում։ Եվրոպաներն է ուրա։ Այս կանտեղ գալը գիտես, հեշտ է որ ամեն օր երնի գա։ Մենք էլ իրան անակնկալում ենք։ Հա։ Եթե գալու է, որ իմանանք մենք էլ դիմավոր ենք իրան։ Հեսա, ստեղ է։ Բայց ինչ անակնկալա որ։ Որ մտքինես։ Բարը մոլ։ Ասա, որ մենք իմանանք։ Երբ ծաղիկներ պիտի տանք իրան։ Հա, всё, շատ ուժեղ է։ Այսօր է ծնունել է։ Գիտե։ Օ, բանը, ես իրան ծաղիկ չեմ բերել։ Բայց նոր եմ մացը որ ծնունն է։ Հա, ես գիտեմ որ իրան Էս շատ լավ է։ ծաղիկներ են։ Այսօր իսկ կոմենտ էր գրել։ Այսօր կոմենտ էր գրել, ջոգի։ Բարեկամս։ Ո՞վ ես։ Ապրեսիշ, էսի չռսնել ես չռսնում, շատ լավ արից ես։ Հետո Հա, այս եկից հետո մտնեմ իրար հետ անակնկալ անենք մտ սիրուն։ Տիկին Հասմիկ из Европы, приходите։ Վերն եւ Զաբել։ Զաբելա։ Մի զույգ ով 50 տարի առաջ այսօրը, այսինքն ավելի շատ մեր մեծ աղբեր Ժուլ Վերնը գնաց եւ կնության առավ իր կնոջը այս ծննդյան օրը։ Ախ ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույսին քեզ, իմ օգու անբաժան։ Բայց եվրոպացիների ծնունդ անեք, եվրոպացիներ միշտ ստեն, միշտ։ Դավիթը կողքի պարահրապարակում ուղղակի խզարում է, նա շատ տաղանդավոր երգիչ է եւ հանդիսաբար, եւ ես ուրախ եմ ինձ համար պատիվ է, որ այս պահին իրան կտենամ ու իր հետ միասին բան կանենք, էլի անակնկալը կանենք։ Բայց կարող այս ծաղիկը տակ մենք նան։ Ախ ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույսին քեզ։ Զարմանում եմ միշտ ծախելու ժամ այս ժամին հելել եք ծախելու։ Բարեք էլի։ Շնորհավոր աղբերս։ Հլսի, արիստե կային էլի, այստե արի կայնի, այստե։ Արի ես կոմ էլի։ Ես էլ չգիտեմ ինչ անակնկալի մասին է խոսքը, և թող հենց ինքն գա անակնկալը ներկայացնի։ Ստեփանաշան, ցամերը բարձր իմ ընկերոջը։
ջան, շնորհակալ եմ աղբերս, հելա բեմի վրա, բարև բոլորին, բարև եք հավաքվել, բա ուր են ձեր գեղեցիկ ուրախ երջանիկ ծափերը, հա։ Տիկին Իզաբելա, ջան, դե եկեք առաջ, բա ուրա ձեր կեսը մեր մեծ աղբեր Ժուլբերնը, եկեք միասին գեղեցիկ զույգ, գիտեք չէ, ինչքան անա ձեզ սիրում, ինչ սեր կա, որ ձեր ծննդյան օրը հենց որոշեց մի գեղեցիկ ընտանիք կառուցել հայկական Սուրբ Օջախ։ Հիմա ես ձեզ բերել եմ քաղցրություն, լեռներից, մեծ սիրով ու տալիս եմ ձեզ։ Վերցրեք գեղեցիկ պահեք, դուք լավագույն եք եւ այսօր ձեր օրն է, բոլորով հավաքվել են նշում են ձեր ծննդյան օրը, բայց նաեւ նշում են ձեր ընտանիքի ծննդյան օրը։ Շնորհավորում եմ հարգանքներս, դեմակ պաչի։ Պաչի։ Մեթեթե պաչելի, մեթեթե։ Շատ ուժեղ չես դες մետ հայելի, գոր կա։ Դե։ Այդքան ճամփիս եկած փոթոր Եկուզա։ Ուրեմն հիմա այս մոմերը վառեմ հատուկ ձեզ համար, որ սրանք ձեր ցանկացած երազանքը կատարեն, միշտ այսպես ժպտերես լինեք, ձեր աչքերը հիմա փայլում են, թեկուզ որ ձեր կեսը մի հատ չպաչեց, մեկը սերը զգացիք, փայլում են ձեր աչքերը, միշտ թող այդպես լինի։ Լավ լինեք, առողջ լինեք, Աստծո օրհնությամբ, դե մի հատ երազանք պահեք չեք տենանք, ինչ ենք անում։ Քանի օտար քամի քեզ Տեսակ ինչ է լավ։ Չէ՞ լավ մոմերը։ Առողջ լինեք եւ միշտ սիրված։ Սեր ենք ձեզ բերել հեռուներից եւ այն որ հենց նոր կարողացար խույս տալու չպաչել, այս մեկը էլ չի ստացվելու։ Որովհետեւ ծաղիկ եմ փոխանցում, որ այդ անգամ արդեն պետքա սերը ցույց տաս։ Հələ հիշի 50 տարի առաջ ինչ էմոցիաներով, ինչ պատկերացումներով ու ապագայի հանդեպ հույսով գնացիր ու կնության առաջ, չէ՞։ Դե հիմա հիշի այդ պահերը։ Հիշար։ Քո աչքերն են ինձ հաղթել Ես չէ լավ, պաչի։ Ես դայաղ եմ ելել, աղբոր պես մեծ ես դետեմ ես ծևական թեկուզ, պաչ, հա, դուր, պաստորեն մենք որոշեցինք, դուք եք պաչում, պաչեք, այդ տղան էդքան արելը, պաչիք մի հատ, խնդրում ենք աղաչում ենք պաչեք։ Անունovat սերը իմ հավերժացնել Անկում գիշեր լուսացրել եմ ու քեզ հիշել Սիրուց այրվելով Ատավ տեսար, ես իմ ուզածին հասա, հա, պաչիկը գրանցվեց, այո, այսօր նշանակում է որը շատ գեղեցիկ է լինելու և ունեք եվս մեկ նվեր, որը հատուկ խորհրդանշական է ձեր 50 տարի ընտանիքի համար, 50 տարեկան ընտանիք ունեք, ու այս նվերը պետք է բացեք 100-ամյակին, 100 տարի երբ որ լռանը, հա, չես հավատում, հլնորից աս, Աստծո օրհնությամբ լինենք ու ամեն ինչ լավ կլինի, ես էլ ձեզ ենք նվիրում, հələ կարդացեք ինչ ագերած ես կոնյակի վրա։ Գիտեք ով է շատ ուրախացել այս աշխարհում, որ դուք ընտանիք եք կազմել։ Ով է նա, ուզում եմ անունը դուք ասեք։ Հասմիկ քույրիկը։ Շատ ուրախ է իր եղբոր գեղեցիկ ընտանիքի համար, որ մինչ այսօր ծաղկում եք, ուժեղանում եք եւ սերն է թակավորում ձեր ընտանիքում։ Քանի օտար քամի քեզ փորձել է ինձ Ես սենց անցած տարի ես հիշում եմ, մեկ հոծնդին եկել էի, լավ է, չէ, են որ պարեցիք քուր աղբեր, դե ամեն տարի որ չի կարա գա, հո ջրի ճամփա չի, հա էլի, նես որ մի հատ մաղթանք իրան ասա, էլի։ Շատ է սիրում, եւ հեռավորությունը ընդհանրապես իր համար խնդիր չի սերը ցույց տալու պահերով, ես ձեզ համար խնդիր չի լինի ծափերը բարձր, իսկ այս ծափերը երբ որ տակ ասեմ ձեր ծափերը այսօր կախարդական են, որովհետեւ բան է, էլի մարդա կանչում է ծափերը։ Քան եմ սիրում քեզ Իրանոյը սարկե Եվրոպան ու Հայաստանը Իմ օքու անբաժան բաժին Քեզ հետ եմ քայլի մարել առաջին Ուր ես գնում ուր Խնդրում եմ ձեռքը տուր Մեկ անգամ էլ գրկես Բայց քանի որ այսօր Հասմիկ քույրիկի ծննդյան օրն է Քեզ պես կուր Ախ ինչքան եմ սիրում քեզ Իմ աչքի լույսին կես Հələ տեսեք ովքեր են եկել ձեզ սաղիկներ նվիրելու Քեզ հետ եմ քայլի մարել առաջին Ուր ես գնում
չէր գալու։ Ապրեք ծափերի համար։ Տիկին ասմիկ, ձեր ծնունդներ շնորհավոր, առողջ լինեք, լավ լինեք, դե մի հատ երկու հոբելյարներով իրար էլ նորմալ տեսեք, հəl իրար նայեք, ոնց որ երկու քուրել են, էլ հəndə։ Հիմա դու ես արես ավ։ Հիմա ես մի հատ լավ առաջարկ ունեմ, անցած անգամ քույրիկի հետ պարեցիք տանգո, բայց այսօր ձեր կնոջ օրն է։ Տանգո պարենք, հա։ Իրար հետ պարում եք տանգո։ Դե հրավիրի մի հատ, հրավիրի։ Էդ էլ հոպաչել չի։ Հիմա գնաց տանգո երաժշտությունը եւ բոլորս միասին վայելում ենք այս գեղեցիկ ընտանիքի 50 տարեկան տանգոն մեր Դավիթի հրաշալի ձայնի ելևէջների ներքո։ Անմեղ հայացքի նայել դժվար է շուրթերդ անմեղ քաղցր համբույրի համար է քեզ հետ խոսել դա մի կյանք է անմեղ հայացքի նայել դժվար է շուրթերդ անմեղ Քաղցր համբույրի համար է քեզ հետ խոսել դա մի կյանք է մեղմիկ հովիվ ես դու քանքուշ ես անուշ ես այրող երազ ես ոնց չսիրեմ քեզ երազ ես դու ինձ համար սիրելիս աչքերիս մեջ դու ես դու իմ նազելիս երազ ես դու ինձ համար սիրելիս աչքերիս մեջ դու ես դու իմ նազելիս արում ես շովում ես երազ ես բարիր քնքուշ երազ Երկինքը կապույտ քեզ հետ պարում է հիացած աստղերը փակարատի Դες ես բարձր տրամադրություն մենք գնացինք Բարեկամներ չնայած այն հանգամանքին որ ես խառնել էի եղբորի ու եղբոր կնոջ ծննդների պահը, բայց ամեն ինչ շատ լավ եղավ, որովհետև ի վերջո հիմքում ընկած էր սերը եւ եւս մեկ անգամ այս աշխարհում սերը հաղթեց։ Բարեկամներ, հարգանքներս մենք հասանք երկրորդ պատվերի զոնա, այստեղ մենք ունենք հրաշալի անակնկալ, ընկերությունը սուրբ բան է, ընկերությունը պահում են, լինես Ամերիկայում թե Եվրոպայում, գետապցիներն են այսօր եկել հավաքվել Արարատի մարզում եւ տոնում են Սոսեի, փոքրիկ Սոսեի 1 տարեկանը եւ ասեմ ձեզ, որ այստեղ անակնկալը Տարոն աղբոր ընկերնա Գևը, Ամերիկայից Գևը եւ Քրիստինեն, նրա կինը որոշել են ուրախացնել իրենց ներկայությունը այստեղ ապահովեն նվերներով իմ Կարեն աղբոր հետ հիմա մենք անակնկալ ենք կազմակերպում ընդել մենք անակնկալը տանենք Գև ջան, ներսում էլ բումբումիկն ա եկես սպասում մեզ, որ մենք անակնկալն անենք, նոր ինքը մտնի ներս Ննես որ հիմա Գևորգի ընտանիքի կողմից իր ընկերոջը տանում ենք շնորհավորանքներ, թույն նվերներ, Սոսե, Տարոն Սամվելուհի, Գևորգ եւ Քրիստինե, հա։ Կարենը Մելքոնյան Գլա ապրես, աղբերես Դիմանում եք Good press, Սամվելը մարցը Բարև ձեզ հարգանքներս բարով եք հավաքվել, բայց որ հավաքվել եք, ձեր ներկայությունը մենք կարող ենք զգալ Ես Տարոնը օրինակ կարող ենք զգալ ծափերով, ընես որ մեզ ծափերով մեզ ուրախացրեք
Լավա, շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք։ Հարգանքներս տարում, բարեկամս դու ինձ տեսար շուտ, բայց չգիտես ես ում կողմից եմ եկել եւ ինչ եմ բերել։ Բերել եմ քեզ, բարեկամ, ծաղիկներ, որ տամ, բայց դե քեզ չեմ տալել, ես ինձ նվիրում ես դու, բայց միշտ ապիր, բարեկամ, միշտ ապիր։ Այստեղ հավաքվել են քո բոլոր հարազատները, բայց դու այնքան ճանաչված տղա ես, որ քեզ Հայաստանից դուրս են ճանաչում, հարգում, սիրում, դու լավ ընկեր ես։ Դրա համար ես եկել եմ ու ընկերոջդ ներկայությունն եմ ապահովում, այդ այս սիրուն այդ ծաղիկը պահելը չտաս, հա։ Շատ գեղեցիկ ծաղիկներ են, դու էլ ունես նվեր, մեր փոքրիկ Սոսեն էլ ունի նվեր, նա շատ փոքրիկ է, չի հասկանում ինչ է կատարվում, բայց կմեծանակ իմանա, որ շնորհավորանքներ ունի, աչքալուսանքներ հեռուներից, իսկ թե որ հեռուներից գալիս եմ քեզ հարցնեմ, լասա։ Չէ, ես ասում եմ քեզ շատ են սիրում, այդ սերը հասել է շատ հեռուներ, բայց հիմա արի իրար հետ մտ կազմակերպեք այդ սիրում պահը, նվիրի ծաղիկները մեր Սամվելուհուն։ Քանի սիրո հուրեբոց հավարել իմ մատուրը, երկնային քո պատկերով, Գեղեցիկ էր ամեն ինչ։ Տարոնի առիթ այսօր, թող լինի օրտնված։ Մենք օրհնություններ ենք բերել հեռու տեղերից, բայց Տարոնը չկարողացավ ասի որտեղից։ Դրա համար մի հատ հուշեմ ես իրան։ Սիբիր, Ամերիկա։ Դու մի խառնվեք այն, հենա Սամվելուհին ոնց որ գիտի։ Օ, մի անգամից 10-ով 10 Գևորգի եւ Քրիստինեի կողմից այս գեղեցիկ անակնկալը օրհնությունը շատ ուրախ են ձեր ընտանիքի համար այս գեղեցիկ օրվա համար իսկ ուրախությունը բարեկամ այս անգամ կարող ես դու հաշվել շատ սիրում են ձեզ բոլորս առողջ լինենք լավ ու սիրված իսկ ես հեռանում եմ Կարեն շնորհակալ եմ որ խոսափողը տվեցիր մեկ էլ Կարենին ծափեր տանք էլի որ լավ անցկացնի Այո շնորհակալ եմ եւ հիմա ներս եմ մտնում էդ էլ թո Կարենն ասի Հարգանքներս, հարազատներ, բարեկամներ, այսօրվա մեր օրը կրկին սկսեց Մարտունյաց, Գեղարքունյաց աշխարհից։ Հիմա մենք գնում ենք սիրված մայրիկի ծննդյանոր շնորհավորենք։ Եվ քանի որ այսօր փետրվարի 23-ն է, սովետական բանակում ծառայած բոլոր մեր բարեկամների օրն է, շնորհավորում եմ, հարգանքներս, այսօր ձեր օրն է, եւ այսօր մեր Հոբելյարի ամուսնու համար էլ բացառություն չէ, նրա երեխաները Երկու դուստերը եւ մեկ տղան, Հերմինեն, Արմինեն եւ Արթուրը որոշել են մայրիկին շնորհավորեն ծննդյան օրը, իսկ հայրիկին էլ նվեր տան այսօրվա կապակցությամբ։ Աղբեր Բաբկենը եւ Տեկին Սեդան գեղեցիկ ընտանիք են կազմել եւ ունեն 3 երեխաներ։ Դե հայկական տրադիցիոնալ ձևերով աղջիկները տանը չեն, ամուսնացել գնացել են ամեն մեկը իր ուղությամբ, իր ընտանիքի հետ, իսկ որդին մայրիկի հայրիկի հետ ապրում է եւ Նա էլ մեզ դիմավորելու է, որ գնան գեղեցիկ կազմակերպենք անակնկալը։ Հիմա ճանապարհը, տեսեք, այն նույն ճանապարհն է, որը որ անանցանելի է, չենք կարողանում անցնել, գնալ գալ, այսօր ամբողջովին բաց է, եւ սա հրաշալի աշխատանքի արդյունք է, որովհետեւ մեր Մարտունու թևի ճանապարհ մակրոները ուղղակի փայլուն են կատարել իրենց աշխատանքը, տեսեք ինչքան են բացել, սա այն օրերին, երբ որ ձյունը շատ խիստ էր գտնվում մեր հանդեպ եւ փակում էր ճանապարհը։ Կարողացել են այսքան գեղեցիկ բացել, մնացած գործերն էլ արևն է արել, հալեցրել է, բացել է ասֆալտը գեղեցիկ, որը նոր են կառուցել, դաշտերը հմայիչ են, փայլուն ջերմակի մեջ եւ այնքան փայլուն են, որ սրանց խաթր ես ակնոց եմ դրել, որ աշկերես չփչանա։ Թե չէ, ահա որ ծակծկում է բիբերես։
որ երկար առանցակնոց նայես, տեսողությունը կկորի մի պահ ու վտանգը կավելանա ավտովթարի ենթարկվելու։ Տեսեք, որ վարորդները ինչքան հնարավոր է աճ են քաշել կանգնել, նրանք բերերիվ են անում, այստեղ կա աղբյուր, այս սարերից բխող սառնորակ աղբյուր, որը դարերով կա եւ թե մետաքսի ճանապարհի ժամանակներով, թե հիմա մարդիկ կանգնում, մի կողմ հայոց հողի ջուրն են խմում, ուժեղանում ու շարունակում իրենց ճանապարհը։ Մենք էլ ուժեղացած գնում ենք դեպի Մարտունի։ Առջևում Արմաղան լեռն է, որը շատ գեղեցիկ է, ով չի գնացել անպայման խորհուրդ եմ տալիս, որ գնա, այնտեղ շատ գեղեցիկ է, դերախտային միջավայր, էներգետիկ դաշտը ուղղակի կարողանում է հոգիդ թեթևացնի, հանի վերևներ ու դու հզորանաս։ Տեսեք ինչ գեղեցիկ հլնային նկարի բուքի արվեստի գործն է ընկերներ, բուքը բերել էլի փակել է, նայեք, ձյուն չի եկել, տեղումներ չի եղել, ուղղակի սարերի ձյունը քամին վերցրել ու բերել լցրել է ճանապարհին։ Այսպիսի հատվածներ միշտ էլ կան, քանի սարերում ձյուն կա։ Եվ ինչպես որ այն ժամանակ էի ասում, հիմա էլ իմ միտքը չի փոխվել, ով ունի լավ փող, որ կարող է ներդնել այս տարածաշրջանի վրա, եկեք գեղեցիկ Սահարան սարքեք, թող դա դահուկորդները եւ ձմեռային մարզաձևերով զբաղվող մարդիկ գան, իրենց ժամանցը անցկացնեն գեղեցիկ հյուրանոցներում Սարի լանջին եւ ասեմ ձեզ, որ տաք եղանակին էլ կաշխատի այդ հյուրանոցները, որովհետեւ այս սարերը ուղղակի հեքիաթային են։ Գառնանը դառնում են գունավոր, բուրումնավետ եւ բազմատեսակ բույսերով, դեղաբույսերով հարուստ է։ Այնպես որ սա կարող է լինել շատ լավ հանգստյան զոնա է տարածքը։ Ու ինչ ուզես կարող ես սարքել, որովհետեւ ռելիեֆը թույլ է տալիս։ Դե ինչ, գնանք հասնենք Մարտունի։ Տեսեք, այստեղ արդեն ձյունը ճանապարհի վրա է դեռ, որովհետեւ եղանակային պայմանները այստեղ շատ տաք չեն։ Հիմա ջերմաստիճանը մոտավորապես 5-ից 6 աստիճան է, ինչքան էլ որ արև կա, այստեղ 1-ից ցուրտ է։ Բնությունը եւ բնաշխարհը առատորեն պարգևատրում են նրանց, ովքեր ուշադիր են լինում, ովքեր նկատում են բնության ստեղծագործությունները։ Իսկ մենք դրա վառ ներկաներն ենք այս պահին եւ հիանում ենք ամեն ռելիեֆով։ Սրանք երկրաշարժերի տեկտոնական սալերի բախման արդյունք են ընկերներ եւ շատ գեղեցիկ ասեմ ձեզ։ Հրաշք է ուղղակի։ Տեսնում ես, հիանում ես, ուրախանում եւ ուրախ շարունակում քո ճանապարհը, որովհետեւ ամեն մետրը հետաքրքիր է, ամեն մետրը նայվող է։ Եթե այս հետաքրքրությունը հանենք մեր ճանապարհից, կդառնա որ չեղավ էլի տենց, տես ոնց լինի։ Այդպես չես կարա ճանապարհ գնաս, չես կարա ապրես, չես կարող վայելել կյանքը։ Այնպես որ ձեր ամեն ճանապարհը գեղեցկացրեք ձեր ուշադրությամբ։ Ուշադիր եղեք, իսկ մնացածը ինքն իրան կլինի։ Շատ հեշտ ու գեղեցիկ։ Տեսեք, ծիծեռնակասարն է մեր առջևում, ինչպես տեսնում եք, ծիծեռնակի նման է լրիվ։ Լաստեշկա, понимаете? Շատ սիրուն է։ Այս ամեն ինչը նկատել ենք հենց իմ ասած ուշադրության շնորհիվ։ Աչից էլ ծիտիկներն են նստել են ընդ սարերի մեջ իրենց համար։ Տեսեք ինչ գեղեցիկ հավաքվել են ընտանիոք հանդերձ, երևի մեկի բանակի քեֆն է։ Ճամփում են սահման էլի, որ եթե սահմանը պահի, հավաքվել են մի կտոր ճիճու ուտեն, ճամփեն։ Բարեկամներ, երևված գեղեցիկ Մարտունին։ Մարտունի քաղաքը, Գեղովի գյուղը, Վաղաշենը ինչու՞ չէ նաև հրաշք տեսարան է, որի վերջում արդեն Սևանալիչն է գեղամալեռներով զարդարված։ Քուրը աղբերների հետ էլի։ Այդ դրա համար էլ մարտունեցիները Գեղարքունիքի մարզի մեր բարեկամները շատ թասիբով են։ Մենք սաղս էլ թասիբով ենք, բայց իրանք ուրիշ ձևի թասիբով են, որովհետև Սևանի էներգետիկան շատ հզոր է։ Եվ ես ունեմ այդ երազանքը, որ Սևանի շուրջ բոլորը կառուցեն, կառուցապատեն այնպիսի հանգստյան տներ, այնպիսի հյուրանոցներ սարքեն, որ եգիպտացիները Շարմ el-Շեյխից թռնեն գան Սևան, տենան ոնց է ճիշտը ու հետ գնան։ Բա տունը կառուցում են, իմ սիրելի տունն է սա, ընկերներ, ամեն անգամ գալուց տեսնում ենք, նկարում ենք, ով չի հավատում, մտեք մեր տեսանյութերը, երբեք էլ եմ Մարտունի, անպայման ուշադիր եմ եղել, տեսնեմ ուր են հասնում շինարարությունը ու ուրախանում եմ իրանց հետ։ Իրանցից էլ շատ եմ ուրախանում, որ հայոց աշխարհում օջախ է կառուցվում սրբազան։
որտեղ լիքը բալիկներ են մեծանալու, հայրենիքին պիտանի, մարդկությանը պիտանի։ Եվ հարկ եմ համարում նշել, որ հայոց Սուրբ օջախներում մեծացած մարդիկ են, որ ամբողջ աշխարհը գեղեցկացնում են իրենց գյուտերով, իրենց ներկայությամբ եւ հնարամտությամբ։ Իսկ մենք այդ ամենն իմանալով միայն կարող ենք հպարտանալ եւ խոսել դրա մասին եւ միգուցե բախտս բերի մի օր էլ այդ լավ մարդկանցից մեկը նայի տեսանյութս իրան լավ զգա, իմանա, որ հայրենիքում իրան չեն մոռացել, իրան հիշում են, իր գործերը հիշում են եւ հարգում են։ Այս էլ Թուխմանուկ, մեր Սուրբ Թուխմանուկ եկեղեցին է։ Ճիշտ է, չեմ խափի, չեմ ֆրցնի, միանգամից ճիշտ է կասեմ, որ մենք շուտ-շուտ են գալիս Մարտունու կողմ, բայց միշտ գնում ենք գյուղեր։ Այսօր բացառություն է, այսօր հենց գնում ենք Մարտունի քաղաք, որովհետև մեր հոբելյարը մեծ աղբեր բաբկա չէ, տիկին Սեդան հենց Մարտունուց է, իր ամուսնու հետ միասին այնտեղ են ապրում Մարտունի քաղաքում, այնպես որ այսօր տարբերվող օր է, մենք գնում ենք հենց Մարտունի քաղաք անակնկալ անելու եւ շատ քիչ է եղել, որ Մարտունի գնանք, մի 2-3 դեպք, սա 4-րդը հաշվենք ու շատ հաճելի է, որ քաղաքում են գնում այս անգամ, որովհետև քաղաքի ժողովուրդը մի քիչ բան են, էլի, մի քիչ պասիվ են։ Հենց դրա համար էլ այս պահով եկեք լայքենք, լայք խանութի դիմաց, տեսեք, լայք սուպերմարկետն է, տերը շատ հնարամիտ անուշ աղբեր է, իմ սիրած բառնագիրը իր շենքի վրա, ես էլ միշտ նայում եմ, ասում եմ, որ լայք սուպերմարկետ կա Գեղովիտում բարեկամներ։ Եվ ասեմ ձեզ էլ ավելի կարևոր ինֆորմացիա, որ այստեղ կան երկու աղբեր եղնիկները, ճերմակ եղնիկները, ովքեր միշտ ձեզ ողջունում են, երբ որ Եղեգնաձորի կողմից գալիս ես Մարտունի կամ Մարտունուց գնում ես Եղեգնաձոր։ Նրանք միշտ հպարտ կանգնած են, սպիտակ, ճերմակ, կարծես ամեն տարի մաշկը փոխեն ավելի սպիտակ են։ Եվ սա էլ մեր բարեկամներն են անում, էլի, սպիտակ ներկը բերում, ներկում են, որ մեր համար, մեր աչքին հաճելի լինի, նայենք մեզ լավ զգանք, որ մեր ճանապարհին սպիտակ եղնիկ հանդիպեցինք։ Կարային չէ, օրինակ, սև կատու դնեին, ամեն անգամ տենալուց, այն չզգայր ինչը, որ հիմա է զգում։ Անես, որ շատ սիրուն է, սպիտակ եղնիկները, իմ սիրած եղնիկներն են։ Գեոդեզիստներն են եկել եւ չափը ձև են անում, աշկից մի բան ուզում են սարքեն այստեղ։ Ամեն դեպքում մենք այս ճանապարհը ունենք դեռ վաղուց մեր տեսանյութերում, ինչ փոփոխություն լինում է, դու կարող եք ուղղակի հին տեսանյութերը նայել ու տեսնել։ Այ էդ եմ ես սիրում մեր գործի մեջ նաև, որ ապրում է տարիներով ու տարին տարվա վրա ցանկացած փոփոխություն կարող եք տեսնել մեր տեսանյութերում։ Եթե նոր եք միացել մեր էջին, չգիտեիք այդ մասին, իմացեք, իսկ առջևում է սպիտակ ճերմակ եղնիկները եւ իհարկե Կարմիր Նիսանը, ով ուզում է դուրս գա հանդիպակաց, ես էլ իր հետևից երկուսով էլի, որը մի հատ էլ ավտո կատաղած են յանից գալի, հասցրեցինք թիավարել, հեսա Մարտունի ենք մտնում, տեսեք, ու հերվում կանգնած են երկու խիզախ խրող քարայծերը ու եղնիկները, քարայծ ա թե եղնիկ, բարի օր, եւ հենց այստեղից է, որ ձախ ենք անում, ընկերներ, էլ ուղիղ չեն գնում, ձախ ենք անում մտնենք Մարտունու մեջ, որտեղ լիքը արգելա ասֆալտներ կան, արգելային միջոցներով ասֆալտներ, ահա տեսեք, 1, հետո գնում ենք 2-ի մոտ, եւ այսպես շարունակ մինչեւ հասնենք հասցե։ Որ կանաչ է, դա նշանակում է, որ մի անգամից մենք գնում ենք, չենք էլ սպասում, գնում ենք մինչեւ Արտուր աղբորը, Արտուր աղբերն էլ Մերսեդեսով են կերներ, գլորֆարով էլ թող գա գնանք, մեր հին ու նորի հանդիպումն է հիմա։ Կանգառ են կատարում։ Սիրուն գլորֆարը, վսեկավ։ Բա աղբեր, ասում եմ հին ու նորի հանդիպումը, հարգանքներս, ուր են գնում աղբեր։ Էս սիրուն շենքն է, ոյտան։ Իմիջայլոց ընկերներ վաճառվում է լավ կլորֆար 3.2 մատոր 098 69 69 89 15 հեռախոսահամարով զանգեք ու
գնեք այս կլոր ֆարը չքնաղ, շատ սիրուն է, վդով ավտոյա։ Գիտես սկզբից 69, 89, 15, 19-ի չէ ասե։ 098, 69, 89, 15։ Զանգեք մեր Արտուր աղբորը ու ման է գալիս նման մեքենա, իմացեք, որ կա ու լավն է, ես որպես կլոր ֆար քշող հավանեցի։ Կոդուրն եկավ, սիրուն է, չէ, ստիլնի է։ Աշկիս ուզում է էլեկտրոմոբիլ առնի մեր աղբերը։ Հեսա կճշտենք, սաղ կիմանանք։ Երեխեք ֆուտբոլ են խաղում 3 հոգով։ Ուղղակի մենք այսօր ժամանակ չունենք ֆուտբոլ գցելու, թե չէ արժեր գնալ ու ֆուտբոլ խաղալ։ Բարեկամներ, մենք այս նոր հայտնաբերեցինք, որ կլոր ֆարը չի վաճառվում, բայց եթե մի $10,000 տակ կվաճառվի։ Հետի այդքանը։ Հիմա գնում ենք մեր տիկին Սեդային ուրախացնենք իր երեխաների կողմից եւ ասեմ ձեզ, ես որ զարմացա, փաստորեն եկել ենք Մարտունու միկրո։ Սա Մարտունու միկրոն է։ Բայց այդ կիսակառույցներն ինչա ծախում են։ Չէ, դիպետական տիպի սարքեն ու այդպես։ Ես թվում է կսարքեն, մենք էլ որ նկարենք, այս սարքեք։ Այս կարևոր է, որ ամբողջական գեղեցիկ դառնա այս տարածքը ու ասֆալտապատում արեք։ Հա, հելանք, այս ասիմ էլի։ Այս ձախի առաջի դուրն է։ Բարև ձեզ, ոտներս խերով ձեր օջախ, ուր է մեր հոբելյար, ուր է նա։ Տիկին Սեդա, այսօր ձեր ծնունդն է, բայց չէիք կասկածում, որ կարող է հնարավոր է մարդիկ գան ձեզ ուրախացնելու, ձեր ծննդը շնորհավորելու։ Եկել ենք ձեզ սեր ու հարգանք բերենք, է։ Առաջ եկեք, եկեք հելը տնամ ոնց եք, ինչ կա չկա, լավ է, տրամադրությունը բարձր է, բادرկեսի չատնուր է։ Մեր մեծ աղբերը, մեր պապկեն մեծ աղբերն ուր է։ Սպասում էր կանշեի նոր գայր, էլի հատուկ, հա։ Եկար, հարգանքներս, եկել ենք ուրախություն բերենք տիկնոջը, այսօր իրա ծննդյան օրն է ու բոլորն են ուրախացել, բայց թե որ բոլորը, այդ դուք ասեք, ով է ուրախացել։ Ես իմ Արմինեն։ Արմինեն ուրախացել է։ Արմինեն ու Հերմինեն։ Հերմինեն էլ ուրախացել, Արտաշատ, Մոսկվա մնաց Մարտունին։ Արտուրն ինչքան է ուրախացել։ Արնդից էլ հուշում է, ասում է ես էլ։ Սա իրանց կազմակերպություն։ Շատ ձեզ սիրում են, ուզում են, որ դուք առողջ լինեք։ Դրա համար ցես վիտամիններով հարուստ բաներ են անում, ու լավ ըլնեք, առողջ ըլնեք, երկար ապրեք։ Դե մատ երազանք պայք փչեք տենակ ինչ արեք։ Աշխարհի չա, ես քեզ սիրում եմ։ Ով գիտի ինչ է լավ, հա։ Ինչ է լավ, լասեք։ Հելա որ երազանքները կատարվան բոլոր, կկատարվեն, դե վերցեք ես քաղցրությունը ձեր երեք երեխաների կողմից ձեզ շատ սիրում են, հարգում են, բա այդ սերը հարգանքը այնքան շատ է, որ պապային էլ են շատ սիրում։ Այսօր համել շնորհավոր, ծառայության տորն է այսօր, բանակի սովետական, հա, շնորհավոր լինի, դե այս ինչ էր անում շունչդ կտրվում է։ Դվաս։ Ոչ մի բան չէ։ Հա, դե ես տանք հարսիկին թող տանի, հա, հարսիկ չեմ վերցրու։ Դե հիմա, քանի որ քո կյանքի կեսը սերը կողդ կայնած է, թող ինքնա ծաղիկները նվիրի, որովհետև այդ երեք երեխաները ձեր սիրուց են ծնվել, այդ սերը իրանք տեսնելուց իրանց մենակ լավ են զգում, լավ լինեք, առողջ, միշտ իրար շատ սիրեք։ Լավ էլ պաչի, շատ լավ էր ամեն։ Ինձ համար խոսող Հատուկ օր է, բայց ոնց է այլ այսօր եք ծնվել։ Հəլեն վաղտերը ավելի չէ, սովետական բանակի օրը, հա։ Նվեր այլ էլի, նվեր, որը մեր մեծ աղբեր Բաբկենին է հասել այդ նվերը, իսկ հիմա ես իրան ուրիշ նվեր եմ տալի երեխաների կողմից։ Իհարկե երկուստ էլ վերաբերում է այս նվերը։ Հələ նայի։ Նորավանք է չա գնացել։ Գիտենք, ասախ։ Դե Արմինեն առանձնահատուկ շատ է կարոտել, շատ է սիրում ձեզ, որտեվ հերույ է, էլի, դրա համար։ Հերմինեն երբ ուզի կարա գա, կարող այսօր էլ գա, էլի։ Ինչի՞ չի եկե, հա, թող գար, էլի։ 2 մետր, էլի, ասում է թազա ճամփա են սարքելու, աստից վեդի։ Հա, դրանք երբ կսարքեն, ես եմ ասել, հա։
Դե, ձեզ լավ որ բարձր տրամադրություն ուսեբերց, այսպես։ Այդ կոնյակը կպայես, ընտանիքը հենց հավաքվի, կբացես ու կնշեք ձեր հավաքվելը։ Շատ է։ Փայլերի մեջ եք, իկինս է դա, այդպես միշտ լավ լինեք, առողջ լինեք, ձեզ շատ են սիրում։ Ոտներս խերով ձեր օջախ։ Չէ, պետք է հիմա արագ գնամ Չարենցավան։ Ինչքան ուժ ունեմ գնում եմ Չարենցավան, շնորհակալ եմ բոլորիցդ, ձեզ լավ որ։ Իսկ մենք հա աղբերս, հա, լրիվ չոտկի է։ Դե գործեր տել հաջողություն թող ունենցել լինի, որ Ռուսաստանը տալու կարիք չլի, ստել կարանաս սաղանես։ Սիրուն կլորվար։ Գնացինք բարեկամ։